Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք մայիսի 5-ի գործակարգավարական խորհրդակցությունը, մինչ մեր բուն հարցերին անդրադառնալը, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, ուզում եմ խոսել նախորդ շաբաթ նոր վարչական շրջանի շենքում տեղի ունեցած միջադեպի մասին։ Եվ պարոն Մարգարյան, կարծում եմ, որ դուք էլ նույնպես կարիք կունենաք խոսելու այս թեմայի մասին։ Նախ եւ առաջ ուզում եմ ասել, որ բռնության որևէ ձև, լինի դա ֆիզիկական բռնություն, լինի բռնությունը խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է։ Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից եւ մասնավորապես վարչական շրջանի ղեկավարները, ովքեր որ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում։ Սադրանքները միշտ կան, ամենուրեք են եւ միշտ կլինեն։ Անընդհատ որևէ մեկը որևէ մի թեմայով, որևէ մի սուտ կասի եւ այդ սուտը վստահաբար մենք կարող ենք որպես սադրանք ընդունել։ Բայց այնուամենայնիվ ես դատավորի դեր չեմ ստանձնելու, հարգելի գործընկերներ, կա քրեական գործ եւ նաեւ քրեական գործի էությունը ցույց է տալիս, որ կա նաեւ երկրորդ կողմ, այնուամենայնիվ, այսինքն կա խուլիգանության հոդվածով անձինք, ովքեր որ ներգրաված են եւ վարույթ է իրականացում։ Այս բան Տեր Մարգարյան, կարծում եմ դուք պետք է ասելիք ունենաք տեղի ունեցածի վերաբերյալ։ Պարոն քաղաքապետ, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, այո, տեսարանը ոչ հաճելիներից էր եւ կարծում եմ, որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար եւ ձեզանից, պարոն քաղաքապետ, եւ մեր հանրությունից եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն եւ հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների։ Շնորհակալություն։ Ես իհարկե գնահատում եմ, պարոն Տեր Մարգարյան, ձեր խոսքը եւ համարում եմ, որ շատ կարևոր է հաստատել մեր թիմի վարքականոնը, որովհետեւ նմանատիպ սադրանք, ինչպես տեսնում ենք, որ այս միջավայրում տեխնոլոգիաների եւ այսպես ասած TikTok-յան հիթ դառնալու մոլուցքով շատերը ել ավելի մեծ եռանդով փորձելու են նմանատիպ սադրանքներ իրականացնել։ Սա չի նշանակում, որ մեր որևէ մկան ավել շարժում պետք է կատարի։ Եվ մկան նկատի չունեմ բիլակները, նկատի ունեմ ունքը։ Մեր որևէ արձագանք չի կարող լինել չզսպված նմանատիպ սադրանքներին։ Նորից կրկնեմ, ես այն մյուս հատվածին գնահատական չեմ ուզում տալ, այսինքն այն, որ Երևանի քաղաքապետարանը մոտավորապես 100 պրոյեկտ ունի մանկապարտեզների, տարատեսակ պրոյեկտներ, բակերի հիմնանորոգման, այդ 100-ից արդեն մոտավորապես 40-ը ավարտին է հասցրել։ Ու տարբեր փուլերում են այդ պրոյեկտները, այդ 100-ի մեջից այո, մի 4-5 հատը խնդրահարույց են վստահաբար, բայց այդ խնդիրներն է կլուծենք։ Հələ դեպք չի եղել, որ Երևանի քաղաքապետարանը ընդունի աշխատանք, որը որ պատշաճ որակով չի արվել։ Եվ նաև այն հանգամանքը, որ այդ մանկապարտեզի հետ դուք, պարոն Տեր Մարգարյան, որևէ կապ չունեք։ Այսինքն ոչ այդ աշխատանքների հետ կապ ունեք, ոչ այդ աշխատանքները ընդունելու հետ, ես այդ սա հասկանում եմ։ Ես ուզում եմ այս հատվածն հատուկ առանձնացնել, այո, դա սադրանք է։ Այդտեղ կա ահռելի ծավալի սուտ, այդտեղ եղել է վիրավորանքներ, այո, պարոն Տեր Մարգարյան։ Բայց ամեն դեպքում ամեն օր ինչ որ մեկը ինձ վիրավորում է։ Ինձ, բոլորիս, ամեն մեկիս անհատապես ինչ որ մեկը վիրավորում է։ Թևերներս չեն քշտում գնում իրանց ծեծելու։
Դա մեր վարքականոնը չի, դա չի կարող լինել մեր վարքականոնը։ Այնուամենայնիվ գնահատում եմ ձեր խոսքը, եւ ես հուսով եմ, որ երևանցիները նույնպես կգնահատեն, իսկ քրեական գործը արդեն իր ընթացքով կգնա եւ դատարանը կորոշի, ով է ճիշտ եւ ով սխալ։ Պարոն Մխիթարյան, դուք մի հայտարարություն եք արել, որի մասին մենք խոսել ենք առանձին։ Բայց ես ուզում եմ այս տարանջատումներն էլ որոշակիորեն հստակեցնել, հարգելիներս։ Այս սենյակում նստած բոլոր մարդիկ գործադիր մարմնի անդամներ են։ Երևանի քաղաքապետարանը կուսակցական կառույց չի։ Երևանի քաղաքապետարանը, այո, քաղաքական պաշտոններում ունի կուսակցականներ, ովքեր որ ելնում են իրենց կուսակցության քաղաքական գաղափարախոսությունից։ Բայց այնուամենայնիվ հարգելիներս, ուզում եմ կրկին անգամ բոլորիդ հիշեցնել, նամանավանդ ձախ կողմում նստած բոլոր իմ հարգելի գործընկերներին։ Դուք բոլորդ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն եք ձեր վարչական շրջաններում։ Իմ ներկայացուցիչներն եք ձեր վարչական շրջաններում։ Եվ համապատասխանաբար ես պետք է ձեզանից խնդրեմ եւ պահանջեմ ձեր հայտարարություններում առաջին հերթին ելնեք դրանից, որովհետև մենք կուսակցական կարող ենք լինել շատ երկար ժամանակ, բայց ձեր պաշտոնները այս պայդրությամբ, այո, կուսակցական հենքը հաշվի առնելով, գաղափարական հենքը հաշվի առնելով, ձեր այսօրվա պաշտոնը ծառայությունն է Երևան քաղաքին եւ երևանցիներին, ձեր վարչական շրջանում։ Առաջին հերթին ձեր ծառայությունը պետք է լինի ձեր համար գերակա։ Եվ հետևապես ասում եմ, ձեր հայտարարություններում մաքսիմալ զգուշություն ձեզանից պահանջեմ եւ խնդրում եմ, պարոն Մխիթարյան ջան, մենք խոսել ենք սրա մասին, ձեր հայտարարությունը սխալ հայտարարություն էր, որովհետեւ Երևանի քաղաքապետը ամենայն հարգանքով հարգելիներս չի կարող զուտ միայն կուսակցական տրամաբանությունից ելնի կամ գործընկերային կամ մեկին սիրում է կամ մեկին չի սիրում։ Տարբեր պատճառներով որևէ մեկը կարող է դուրս գալ աշխատանքից եւ մեկ այլ մեկը ընդունվել աշխատանքի։ Ես հուսով եմ մենք իրար հասկացանք։ Շնորհակալ եմ, անցնենք մեր հիմնական օրակարգին, Վեոլա ջուր։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում ընկերության թեժգից հեռախոսահամարին գրանցված եւ վերացված ջրագծի վթարների քանակը թվով 145, կատարողական 100%, գրանցված կոյուղագծի վթարների քանակը թվով 617, վերացված 567, կատարողական 92%, վթարավերականգնողական աշխատանքների ընթացքում քանդված ասֆալտբետոնյա ծածկույթի մակերեսը 493 մետր քառակուսի, վերականգնված 565 մետր քառակուսի, իրականացված վթարային ջրանջատումների քանակը թվով 34, հիմնանորոգված դիտավորի քանակը թվով 3, մաքրված հեղեղատար դիտավորի քանակը թվով 165։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, Երևան գազ։ Պարոն քաղաքապետ, հայտնում ձեզ, որ հաշվետու ժամանակահատվածում Երևանի ԳԳՄ-ի սպասարկման տարածքում տեղի ունեցել թվով 6 վթարային գազանջատումներ, վթարավերականգնողական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, գազամատակարարումը վերականգնված է։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, էլեկտրական ցանցեր։ Բարև ձեզ, ես Ավակյան Հրաշքն եմ, Հայաստանի էլեկտրական ցանցերից, Սամվել Հովհաննիսյան այլ աշխատանքի անց է, ես կմասնակցեմ։ Շնորհավորում եմ ձեր պաշտոնի ստանձնման կապակցությամբ։ Խնդրեմ։ Եղած պլանային անջատումների ժամկետների խախտում չի գրանցվել, վթարային անջատումներ 39 հատ, պլանային անջատումներ 19, հոսանքի մատակարարման տատանումների դեպքեր չեն գրանցվել, քանդված եւ վերանորոգված ասֆալտաբետոնյա ծածկույթ, քանդվել է 166 քառակուսի մետր, վերականգնվել 170 քառակուսի մետր։ Ներկապային հոսանկազուր տեղեր չունենք Երևան քաղաքում։ Շնորհակալ եմ, երկար լույս։ Պարոն քաղաքապետ, զեկուցման վրա ընթացքում ունեցենք 242 վթար, ինչը Ամուրաձյան, ասում եմ, խնդրում եմ մի քիչ դանդաղ։
Պարոն մի քիչ։ Լավ։ Ունեցել ենք այս ընթացքում 242 վթար, ինչը վերահսկվել է 100%-ով, կատարողական 100%։ Ավարտել ենք Նարդոս, Արինբերդ եւ Սմբատ Զորավար փողոցների լետավարման աշխատանքները եւ փոխարինել ենք ցանցերի ամբողջությամբ։ Ընթացքի մեջ աշխատանքները Սահալան, Ճայվազովսկի, Դերո եւ Նորագավիթ առաջին փողոցներում տեղադրվել ընդհանուր հաշվով 1110 լեդ դուսատու։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, աղբանություն։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում աղբանության աշխատանքներն իրականացվել է 2 հերթափոխով, ցերեկային հերթափոխի ընթացքում շահագործվել է 43, իսկ գիշերային հերթափոխի ընթացքում 39 տեխնիկա։ Մայրաքաղաքի փողոցների մաքրությունը 6-օրյա գրաֆիկով 2 հերթափոխով իրականացրել են 293 սահմակման աշխատակիցներ, որը կազմում է գրանցված աշխատակիցների 91%-ը, մնացած 9% աշխատակիցները գտնվում են ժամանակավորական աշխատունակության եւ արձակուրդի մեջ։ Փողոցների մաքրությունը իրականացվել է 7 փոշեկուլ մեքենաներով, աշխատանքների իրականացման համար շահագործվել է Բելարուս տեսակի 8, Քաթ տեսակի 2 տրակտոր, 8 ինքնատափ եւ 24 ջրցան մեքենա։ Հաշվետու ժամանակահատվածում ԵԱՍՄ համայնքային հիմնարկի թեժգից առողջասահմանին ստացվել է 29 զանգ, իսկ ակտիվ քաղաքացի հարթակով քաղաքացիների կողմից ստացվել է 54 հայտ։ Բոլոր հայտերը գտնվում են կատարված կարգավիճակում։ Նշեմ նաև, որ Վիոլա ջուր ընկերության կողմից կենտրոն վարչական շրջանում 36 դիտավորի տարածքում դիտավորից դուրս բերված աղբը չի առնչվել, դիմել են համայնքային հիմնարկին եւ մեր աշխատակիցների կողմից իրականացվել է սահմակրման աշխատանքներ եւ տարածքը բերվել է պատշաճ տեսքի։ Պարոն քաղաքապետ, տեղեկացնեմ նաեւ, որ շաբաթօր տեղի ունեցած շաբաթօրյակի արդյունքում օրվա ավարտին ամբողջ հավաքված աղբը մեր կողմից տեղափոխվել է աղբավար եւ որևէ խնդիր չի առաջացել։ Շնորհակալ եմ։ Երևանի ավտոբուս։ Պարոն քաղաքապետ, հաշվետու երկշաբաթյա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 8759 շարժակազմ, նախատեսված 9082-ի փոխարեն 323-ով պակաս կամ -3.6%։ Զեկուցում եմ նաև սպասարկման ենթակա ավտոբուսների քանակի վերաբերյալ ընդհանուր թվով 35 միավոր անսարք, որից ման մակնիշի 87 միավորից 6 միավոր, ժանգթոնգ մակնիշի 562 միավորից 3 միավոր, Հայգեր մակնիշի 103 միավորից 11 միավոր, փոքր դասի միկրոավտոբուս 100 միավորից 15 միավոր։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, էլեկտրոտրանսպորտ։ Պարոն քաղաքապետ, հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածում երթուղիներում պլանային քանակի համաձայն շահագործվել է թվով 682 շարժակազմ։ Պլանային քանակը կատարվել է 100%-ով։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, մետրոպոլիտեն։ Հարգելի պարոն քաղաքապետ, հաշվետու երկշաբաթվա ընթացքում մետրոպոլիտենում գիծ է դուրս բերվել 5652 գնացք, որից 1294-ը 3 վագոնանի, 2378-ը 2 վագոնանի, 1980-ը 1 վագոնանի։ Կատարողականը 100%։ Պարոն քաղաքապետ, նաև ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կառավարության ֆինանսավորմամբ 24 հատ ամազույկի վերանորոգումը արդեն վերջացել է, մեզ մոտ դեպոյում է, խնդրեի ուշադրություն էկրանին։ Այսքանը շնորհակալություն։ Շատ բարի, շնորհակալ եմ։ Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն։ Ներկայացնեմ նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումները ըստ փոխադրողների։ Տրոլեյբուսներ 84600, մետրոպոլիտեն 484420, ավտոբուս 1748939, դրական տարբերությունը 110607։ Շնորհակալություն, ասենք հանձնարարականներին։ Հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարական համար 1. Ներկայացնել տեղեկատվություն Մայրաքաղաքի վարչական տարածքում հասարակական կարգի պահպանության ծառայության գործառույթների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների եւ դրանց արդյունքների վերաբերյալ նախորդ ժամանակահատվածի համեմատականով։ Պարոն քաղաքապետ, հայտնում եմ ձեզ, որ հաշվետու ժամանակահատվածում աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից զանցանք թույլ տված անձանց նկատմամբ կազմել են թվով 614 սաղձանագրություններ, որոնցից կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակներ է կազմակերպված կամ պատշաճ կազմակերպված չլինելով վերաբերյալ թվով 84, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի շինությունների իրականացման թվով 61 արձանագրություններ, շենքեր եւ շինությունները ոչ նպատակային նշանակության օգտագործման համար թվով 19 արձանագրություններ, ոչ սահմանված վայրում շինարարական աղբի կուտակման վերաբերյալ թվով 2, ոչ սահմանված տեղում առևտրի իրականացման համար թվով 101 արձանագրություն, ոգելից եւ ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի վաճառքի իրականացման վերաբերյալ թվով 50 արձանագրություն,
Առևտրի եւ հանրային սննդի օբյեկտները, զվարճանքի շահումով խաղերի, վիճակախաղերի, կազմակերպման օբյեկտները, խաղատները եւ բաղնիքները առանց թույլտվության ժամը 24:00-ից հետո աշխատացնելու համար թվով 58 արձանագրություն, առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելու վերաբերյալ թվով 3 արձանագրություն, հեղուկ վառելիքի իրականացման վերաբերյալ թվով 90 արձանագրություն, առանց թույլտվության խանութներում եւ կրպակներում հեղուկ վառելիքի սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառք իրականացնելու վերաբերյալ թվով 15 արձանագրություն, հանրային սննդի կազմակերպման եւ իրականացման վերաբերյալ թվով 37 արձանագրություն, սեզոնային հանրային սննդի կազմակերպման վերաբերյալ թվով 22 արձանագրություն, սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում ընդգրկված օբյեկտները շահագործելու համար թվով 6 արձանագրություն, համայնքի վարչական տարածքում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեություն իրականացնելու վերաբերյալ թվով 1 արձանագրություն, լռությունը կամ գիշերային անդորրը չպահպանելու համար թվով 6 արձանագրություն, Երևան քաղաքի վարչական սահմաններում անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների սահմանված պարտադիր բարեկարգումը չիրականացնելու վերաբերյալ կազմվել են թվով 8 արձանագրություն, Պիտանելիության ժամկետն անցած ապրանքներ իրացնելու վերաբերյալ կազմվել է թվով 11 արձանագրություն, Առևտրի հանրային սննդի եւ կենցաղային ծառայության օբյեկտներում եւ առևտրի իրականացման վայրերում օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող ցուցանակով չապահովելու վերաբերյալ թվով 3 արձանագրություն, Առևտրի եւ ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով արգելվող ապրանքներ վաճառելու, մասնավորապես մինչեւ 50 միկրոհաստություն ունեցող պոլիէթիլենային տոպրակների վաճառքի համար թվով 2 արձանագրություն, Վաճառքի ցուցադրված ապրանքատեսակի վրա գնապիտակի բացակայության վերաբերյալ թվով 28 արձանագրություն, վաճառող հացի գնապիտակի վրա 1 միավոր հացի քաշ եւ դրա շեղումների թույլատրելի չափերը չնշելու վերաբերյալ կազմվել է թվով 1 արձանագրություն, Պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքը 1 տարվա ընթացքում կրկին կատարելու վերաբերյալ թվով 6 արձանագրություն, Միաժամանակ տեղեկացնում եմ նաեւ, որ կազմակերպվել է մոտ 3 տոննա տարբեր ապրանքատեսական ու արգելման գործընթացներ, Ներկայումս իրականացում են թվով 560 վարչական իրավախախտման փաստերի կապակցությամբ համապատասխան վարչարություններ։ Տեղեկացնում եմ նաև, որ հաշվետու ժամանակահատվածում կազմակերպել եւ իրականացվել են թվով 21 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ, թվով 17-ը ծառայության նախաձեռնությամբ, թվով 1-ը աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության Արաբկիր վարչական շրջանի հետ, թվով 1-ը Էրեբունի վարչական շրջանի հետ, թվով 1-ը Կենտրոն վարչական շրջանի հետ եւ թվով 1-ը Երևանի քաղաքապետի համապատասխան կանոնման որոշման համաձայն աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության եւ Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ։ Անցկացնելով համեմատական նախորդ ժամանակահատվածի հետ նշեմ, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունների թիվը ավելացել է 194-ով, ընթացիկ վարչարությունների քանակը ավելացել է 185-ով։ Այսքանը։ Շնորհակալ եմ, հաջորդը։ Հասարակական կարգի պահպանության ծառայությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարական համար 2 Երևանի ավականու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի համար 48 նվորոշման շրջանակներում ձեռնարկել համապատասխան միջոցներ ոչ սահմանված վայրերում կայանված մեքենաներից, այդ թվում շահագործման համար ոչ պիտանի մեքենաներից ազատվելու ուղղությամբ պարտադրել մասնավոր ընկերություններին իրենց օբյեկտների հարակից տարածքներում կառուցել մայթեր, բարեկարգել եւ զեկուցել։ Պարոն քաղաքապետ, հայտնում եմ ձեզ, որ հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքի վարչական տարածքում Երևան քաղաքի ավականու 48N որոշմամբ սահմանված պահանջները չպահպանելու համար անշարժ գույքի սեփականատերի կամ օգտագործող անձանց նկատմամբ կազմվել են թվով 3 արձանագրություններ ծառայության կողմից։ Նոր վարչական շրջանի կողմից կազմակերպվել է նաև թվով 2, Կենտրոն վարչական շրջանի կողմից թվով 3, Ավան վարչական շրջանի կողմից 2, Դավիթաշեն վարչական շրջանի կողմից թվով 9 ոչ պիտանի տրանսպորտային միջոցների հենակմախների այլ ջարդոնների հատուկ տարածք տեղափոխելու միջոցառումներ։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վարչական շրջանի կողմից ներկայումս գրավոր ծանոթագրեր են ուղարկում անշարժ գույքի սեփականատերերին կամ համապատասխան օգտագործում իրավունք ունեցող անձանց նախազգուշացնելով վերջիններիս անշարժ գույքի հարակից տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքների կազմակերպման պարտադիր լինելու հանգամանքի վերաբերյալ, ինչպես նաև աշխատանքները չկազմակերպելու դեպքում առաջացնող իրավական հետևանքի մասին։ Անցկացնելով համեմատական նախորդ ժամանակահատվածի հետ նշեմ, որ կազմված արձանագրությունների թիվը նվազել է 34-ով։ Շնորհակալ եմ Տիկին Մուրադյան, պետք է խնդրեմ նոր հանձնարարական ավելացնենք հասարակական կարգի պահպանության ծառայության արտահայտուստի վերաբերյալ
որով որ մարդիկ հստակ իդենտիֆիկացնեն այն անձանց, ովքեր որ մեր հասարակական կարգի պահպանության ծառայության ներկայացուցիչներ են, գիտեմ որ արդեն աշխատել ենք, բայց որոշակի պարբերականությամբ զեկույցը ձեր լսենք այս դահլիճում։ Հաջորդը Հասարակական կարգի պահպանության ծառայությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարական համար 3 Ներկայացնել տեղեկատվություն Մարիաքաղաքի վարչական տարածքում ամպորինի կրպակների ապամոնտաժման, ինքնակամ տեղադրված գովազդներն օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու կամ ապամոնտաժելու, ինչպես նաև առանց թույլտվության տեղադրված գովազդային վահանակներն ապամոնտաժելու ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին նախորդ ժամանակահատվածի համեմատականով։ Հարգելի պարոն քաղաքապետ, հայտնում եմ ձեզ, որ հաշվետու ժամանակահատվածում Երևան համայնքի վարչական տարածքում անպամոնտաժվել են թվով 697 գովազդ, այդ թվում 99 ցանցային եւ 590 վահանակներ։ Ինչպես նաև նշեմ, որ Աչափնյակ վարչական շրջանի կողմից ապամոնտաժվել են թվով 17 կրպակներ։ Այսքանը շնորհակալություն։ Այստեղ շատ կարևոր էր նաև երկրորդ հատվածը հանձնարարական նախորդ ժամանակահատվածի համեմատականով, այսինքն այս համեմատականի հատվածը խնդրում եմ մի մոռացեք։ Հաջորդը Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ հողակին հանձնարարական համար 9 Զեկուցել Սուրմալու առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նպատակով նախագծի մրցույթ հայտարարելու ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։ Պարոն քաղաքապետ, Սուրմալու նոր կայարանի պայմանական անվանմամբ նոր կայարանի կառուցման ծրագրի հետ կապված իրականացվել են մինչ օրս հետևյալ աշխատանքները, նշեմ, թվարկեմ, տեխնիկատնտեսական ուսումնասիրության մրցույթի հայտարարման համար տեղ առաջադրանքը մշակված է, պատրաստված է այդ թվում միջազգային խորհրդատուների նաև մասնակցությամբ որոշակի կարծիքների հավաքագրմամբ մրցույթը պետք է ավելի վաղ հայտարարեինք, ընթացքում նաև մետրոպոլիտենի հետ քննարկումների ժամանակ ի հայտ են եկել նոր հանգամանքներ կապված Քրիստափորի կամուրջի իրավիճակով պայմանավորված տեխնիկական եւ անվտանգային եւ ըստ էության քննարկումների արդյունքում որոշվել է, որ այդ աշխատանքների ծավալներ ներառենք կայարանի կառուցման ծրագրի մեջ, որովհետև այն հատվածում, որտեղ որ ըստ նախնական գնահատումների նախատեսվում է կայարանի կառուցումը, դա կարող է էական ազդեցություն ունենալ կամուրջի հետագա շահագործման վրա եւ դրանով պայմանավորված առաջադրանքը լրամշակվել է այս շաբաթ նաեւ թարգմանչական աշխատանքները կավարտենք եւ կներկայացնենք մրցույթը հայտարարելուն եւ նաեւ հանրային ներդրումային ծրագիրը մշակվել է, պատրաստ է արդեն այս շաբաթ կուղարկենք կառավարություն քննարկման համար, ինչպես նաեւ նախատեսվում է, որ մինչեւ մայիսի ավարտը կարողանանք մրցույթ հայտարարել էսքիզային նախագծի համար կայարանի, որպեսզի եւ feasibility-ին պատրաստ լինելու եւ էսքիզը արդեն պատրաստ լինելու պես հնարավորություն ունենանք ֆինանսավորման աղբյուրը իդենտիֆիկացվելու պարագայում արդեն նախագծային աշխատանքները մեկնարկել։ Այսքանն է։ Շնորհակալություն, Տիկին Բաբայան, հուսով եմ այսքանով ավարտեցինք, այսպես ասած, նախնական ծավալները, որովհետև ասած փուլ կարող է ամբողջ մետրոպոլիտենի արդիականացման աշխատանքները սկսեն ներառվել մի հատ Սուրմալուի կայարանի կառուցման շրջանակում։ Այսքանով ամփոփեցինք։ Այո, դա իրականում կամուրջը կարևոր էր դրա համար։ Հաջորդը Հանձնարարական համար 19 զեկուցել Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։ Պարոն քաղաքապետ, մենք անշարժ գույքի վարչությունից այդ թվում նաև գրավոր ստացել էինք գերակաշահի գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ առաջարկություն, տեղատեսության եւ բանակցությունների արդյունքում նախնական պարզվել է, որ 5 ընտանիքներ են այդ երկու վթարային
շենքերում խնդրահարույց, որ այս պահին հարցը լուծված չէ, եւ բանակցությունները մեզ վկայում են, որ այս պահին գերակա շահի որոշման ճանապարհով գնալը ընդհանրապես հարցը տեղափոխելու է այլ դաշտ, այսինքն այնտեղ կան որոշները, որոնք կատեգորիկ եւ նույնիսկ այդ պայմաններում մեր գնահատմամբ դատական արդեն միջավայր ենք տեղափոխվելու խնդիրը եւ այս կապակցությամբ իրավիճակը հաշվի առնելով մեր առաջարկն է եւս մի անգամ փորձել բանակցային եղանակով բնակիչների հետ հարցերը կարգավորել, եթե այլընտրանքի բացակայության դեպքում արդեն մենք էլի գործառույթը կիրականացնենք եւ գերակա շահի որոշման նախաձեռնությամբ հանդես կգանք։ Պարոն Խաչատրյան, Արցախի չորրորդ նրբանցքի չորրորդ կարգի վթարային շենքերի քանի բնակարան ենք տվել այս հատվածում բնակվող ժողովրդին, բնակարան եւ բնակարանի գնման վկայական։ 60 բան քաղաքապետ։ 60 ընտանիք չորրորդ կարգի վթարային շենքերից տեղափոխվել է կամ մեկ այլ բնակարան կամ ստացել է բնակարանի գնման վկայական, ճիշտ է։ Այո։ Խոսքը գնում է հանրակացարանային շենքեր են։ Այո, հանրակացարանային շենքեր։ Որոնք որ չորրորդ կարգի վթարային են, փլվում էին, ես անձամբ այցելել եմ, բնակիչների հետ հանդիպել եմ եւ մենք ունենք 5 ընտանիք, որ ասում են չէ, քիչ է, ինչ որ բանը քիչ է, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Եվ մասնավորապես կարանք իմանանք ինչն է քիչ։ Սենյակների քանակը։ Ասում եք սենյականոց ենք առաջարկում օրինակ իր 18 քառակուսի մետր տարածքի դիմաց չեն համաձայնվում։ Այսինքն 18 քառակուսի մետր փլվող շենքում բնակվող անձը, ով վստահաբար ավելի շատ քառակուսի մետր Այո։ տարածքով մեկ սենյականոց բնակարան է իրեն առաջարկում Երևանի քաղաքապետարանը եւ այդ մարդը ասում է ոչ, ինձ մի տվեք։ Այո, մենք առաջարկում։ Միգուցե պետքա չտալ այդ մարդուն ոչ մի բան։ Իսկ պետքա միգուցե ինչի ենք տենց շատ մեր կյանքը բարդացնում։ Եկեք հասկանանք, որ հատվածներն է, սա մեր բարի կամքի դրսևորում է։ Հարգելիներս։ Սիրելի Արցախի Փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերում մնացած այդ 5 բնակարան ասվածը տենց շատ բան է, էլի բարձրակոչ է, տենց բնակարան չի կարելի կոչել այդ սենյակները։ Հարգելիներս, Երևանի քաղաքապետարանը իր բարեկամքի դրսևորմամբ որոշել է այս խնդիրը լուծել եւ լուծել է մոտ 60 ընտանիքի հարց։ Եթե 5-ի դեպքում իրավական խնդիրների ենք բախվում եւ մարդիկ չեն համաձայն, կարող է պետք չի ստիպել մարդկանց։ Եթե մարդը ուզում է ապրի 4-րդ կարգի վթարային շենքում, որ տանիքը մի օր գլխին պետք է փլվի, ինչ անենք, հում զորով չենք գնալու քաշ տալով իրան հանենք այնտեղից։ Ու սա Երևանի քաղաքապետարանի որևէ պարտականության, որևէ լիազորության մեջ չի մտնում։ Սա մեր բարի կամքի դրսևորումն է։ Եվ առհասարակ Հարգետիկին Բաբայան, ես նորից ասեմ, էլի ինչ որ իմ մոտ մեկ տպավորություն է, որ մարդիկ երբ որ լսում են, որ Երևանի քաղաքապետարան ինչ որ մի ծրագիր է ուզում անի, որ հանի իրենց 4-րդ կարգի վթարային շենքերից, հենց մեկ էլ ասում են, էտա, կպելա, եկեք, կներեք արտահայտությանս համար, քերենք։ Հետո լավ, չենք անում, չենք տալի այդ 5 բնակարաններին, շնորհակալություն, չենք տալի, եթե մարդը ուզում է, որ տանիքը իր գլխին փլվի, մենք ոնց կարանք այդ մարդը, ինչ է, էտ է ուզում այդ մարդը, ինչ անես այդ մարդուն, ոչ մի գերակա շահ, իրանք գիտեն, իրանք ոնց ուզում են, են որտեղից որ դուրս են եկել, որտեղ որ կազատվի, արդեն քանդենք, որտեղ որ այդ 5 հոգին շարունակում եմ, կգնա կպլոմբեք են մյուսները, կպլոմբեք որևէ մեկ չլսեմ, չիմանամ, որ այն տեղերում, որտեղ որ մենք բնակարան ենք հանձնել, որևէ մեկը եկել է այդ քանդվող շենքը էլի նորից մտել է։ Չլնեմ, չիմանամ տենց բան, պարոն Խաչատրյան, անհավաքեն ձեր պատասխանատվությամբ հասա։ Հաջորդը։
Շինարարության բարեկարգման վարչությանը հանձնարարական համար 56 զեկուցել Նոր վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու եւ Դավիթ Բեկի փողոցի միջնամասում գտնվող այգու շինարարական աշխատանքների ավարտի մասին։ Պարոն քաղաքապետ, Նոր վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու եւ Դավիթ Բեկ փողոցի միջնամասում կառուցվել է կասկադային համալիր, որը ներառում է թվով 224 աստիճանահարթակ եւ հավելյալ թվով 15 աստիճանահարթակ մուտքի հատվածում։ Կառուցվել է խաղահրապարակ երեխաների համար, ինչպես նաեւ առանձնացվել է շների համար նախատեսված տարածք։ Այգում անցկացվել է նոր ոռոգման համակարգ եւ նոր արտաքին լուսավորության ցանց։ Այսքանը պարոն քաղաքապետ։ Բայց երևի էկրաններին նայենք, հա, ընդհանուր աշխատանք, ինչ աշխատանք է արվել։ Երելի երևանցիներ, Երևանի քաղաքապետարանը շինբարեկարգման ոլորտում իր աշխատանքները բազմապատկել է նախորդ ժամանակաշրջանների հետ համեմատած եւ նմանատիպ բարեկարգման աշխատանքները իհարկե դարձել են սովորական եւ ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր որ ներգրաված են եղել այս ծրագրի շրջանակներում եւ իրապես մենք ստացել ենք շատ հետաքրքիր նոր միջավայր, նոր կասկադ, նոր վարչական շրջանում այնտեղ իրականացրել ենք մոտ 6-7 հեկտար տարածքի վրա ծառատունք, իրականացրել ենք ոռոգման համակարգի աշխատանքները, պարոն Բեգոյանենք են կազմակերպել այդ աշխատանքները եւ նրանց նույնպես շնորհակալություն, բոլոր այն անձանց, բոլոր այն երևանցիներին, ովքեր որ մեզ հետ նաեւ մասնակցեցին ծառատունքին, նրանց շնորհակալություն եւ հուսով եմ, որ տվյալ վարչական շրջանի բնակիչները իրապես հաճախ կգնան այս վայր եւ նոր գեղեցիկ միջավայրում կանցկացնեն իրենց հանգիստը։ Եվ եւս մեկ անգամ վերհիշելով Երևանի քաղաքապետարանի ծրագրերը, հարգելի գործընկերներ, երբ որ մենք քիչ ենք խոսում, եւ մենք քիչ ենք խոսում դա վստահաբար, որովհետեւ այն ծավալի աշխատանքը, որ այսօր է անում Երևանի քաղաքապետարանը, որևէ մի տասնամյակի կամ 20-ամյակի հետ համեմատելը դժվար է։ Եվ այդտեղ վստահաբար այդ ծավալի աշխատանքների մեջ լինում են նաև խնդրահարույց հարցեր, ինչպես նաև ունենք մանկապարտեզներ, ունենք այգիներ 1-2 հատ, որ տենց դժվար է process-ը գնում, բայց այնուամենայնիվ, երբ որ դրականի մասին մենք շատ չենք խոսում, անընդհատ չենք թմկահարում, միգուցե սխալ համեստությունից ելնելով, նա գնում են, բան են, ասֆալտ են սկսում քերել ճկուտներով։ Միտեղ, որտեղ որ Երևանի քաղաքապետարանը աշխատանքը չի ընդունել։ Ու դա է հիտը դառնում TikTok-յան։ Ու այնուամենայնիվ այդ վատ լուրերը միշտ մարդկանց ուշադրությունը ավելի են գրավելու, դրանում չի հարցը, բայց մեր պարտականությունն է այն ինչ որ մենք անում ենք, պատշաճ ներկայացնենք երևանցիներին, որովհետև Ժողովուրդ ջան, եկեք անկեղծ լինենք, այս 3 տարվա ընթացքում այս ծավալի աշխատանքներ, երամյա այս քաղաքապետարանի աշխատանքների ծավալը միգուցե համեմատելի է նախորդ 10-15 տարվա ծավալների հետ։ Հաջորդը, պարոն Թևոսյան, փոխհատուցման մասին խնդրում եմ խոսեք։ Պարոն քաղաքապետ, փոխհատուցման մասով կուզեի ասել, որ անցած երկուշաբթի օրը ունեցել ենք մոտ 290 բողոք, երկուշաբթի օրվա դրությամբ, մոտ 95 ակտիվ քաղաքացի հարթակով եւ մոտ 200-ը Մալբերի համակարգով։ Երեկվա դրությամբ ունենք 15 մոտավորապես Մալբերի համակարգով բողոք եւ ակտիվ քաղաքացիում ունենք ընդամենը 15 ակտիվ գործ, որոնցից ընդամենը 7-ն է փոխհատուցում։ Սակայն կուզենայի նաեւ ասել, որ դա ստատիկ թվեր չեն, այսինքն ամեն օր ակտիվ քաղաքացի հարթակով ավելանում են եւ մենք ամեն օր փակում ենք։ Մենք պարտավորվում ենք 3 օրվա ընթացքում փակել փոսը արձանագրված, բոլոր այն հատվածները, որտեղ կատարվում է փոսալցման աշխատանքներ, կահավորվում է պարտադիր։ Եթե ունենում ենք արտառոց դեպքեր, խնդրում ենք մեր երկհալույց ՊԲ գործընկերներին, որպեսզի ավելի մեծ կահավորումով կարողանանք ապահովենք եւ խոչընդոտ չառաջանա, այսքանը դերևս։ Շատ լավ։
Երկհաղլույցի գործընկերները լսեցին։ Հաջորդ Բնապահպանության վարչությանը հանձնարարական համար 90 ներկայացնել 2025 թվականի ապրիլ ամսվա վերաբերյալ օդի որակի չափման սարքերից ստացված տվյալները։ Պարոն քաղաքապետ, նախքան բուն տվյալներին անդրադառնալը կցանկանայի հիշեցնել, որ օդի որակի համաձայն օդի որակի ինդեքսի առողջապահության համաշխարհային կազմակերպության դասակարգման բաժանվում են 6 խմբի, որոնք են լավ, չափավոր, անառողջ խմբերի համար զգայուն, անառողջ, շատ անառողջ եւ վտանգավոր։ Ինչ վերաբերում է ապրիլ ամսին ստացված տվյալների, նշեմ, որ շինհրապարակներում տեղադրված 172 կայանից եւ այստեղ կարեւոր է նշել, որ սրանք հենց աղտոտման կիզակետում են տեղադրված այս չափող սարքերը, իրենցից ստացված տվյալների համաձայն PM2.5-ի համար 61 է եղել միջինացված արժեքը եւ PM10-ի համար 22 է եղել, սա գտնվում է լավ եւ չափավոր միջակայքերում։ Այսքանը։ Շնորհակալ եմ Տիկին Հայկազյան, ես արդեն ակնկալում եմ պարբերաբար լսել մեր օդի որակի բարելավման ուղղված քառամյա ծրագրի իրականացման միջոցառումների զեկույցներ ձեր կողմից եւ այդ պարբերականությունը արդեն զգում եմ, որ օրինակ այսօր լավ կլիներ ինչ որ մի բան լսեինք։ Հետևաբար եթե այսօր չէ, հաջորդ շաբաթ ինչ որ մի բան պետք է սկսենք լսել։ Պարոն քաղաքապետ, իրականում մենք անցյալ շաբաթ քննարկում ունեցանք մեր շրջակա միջավայրի նախարարության գործընկերների հետ, որոնք գիտեք մշակել են հնգամյա պլանը եւ այս ծրագիրը պիտի մտներ կոմիտեի նիստ, սակայն դեռ չէր մտել, բայց այնտեղ եւս արտացոլվել էին որոշակի գործառույթներ, իրենց ավելի չափելի եւ ժամկետային տվյալներով։ Ուզում էինք սպասեինք, որ այդտեղ հաստատվեր, որ արդեն փուլային սկսենք ներկայացնել։ Շատ լավ, հաջորդը։ Քաղաքապետի խորհրդական արեանին հանձնարարական համար 115 սահմանել հսկողություն կենսապահովման ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների կողմից Երևան քաղաքում իրականացվող ներդրումային ծրագրերի նկատմամբ եւ զեկուցել։ Պարոն քաղաքապետ, բոլոր մատակարար կազմակերպությունները Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի պահանջներին համաձայն տարեսկզբին ձեր քննարկմանը եւ հաստատմանն են ներկայացրել 2024 թվականի հաշվետվությունները եւ 2025 թվականին մայրաքաղաքի վարչական տարածքում իրականացվելիք աշխատանքների ծրագրերը։ Ըստ այդմ էլ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կողմից ներկայացվել է ներդրումային ծրագիր, առաջինը փոքր կենտրոնի ինքնաբավ համակարգի ստեղծման ծրագիր, որը այլևս կբացառի հոսանքի էլեկտրամատակարարման անջատումները մայրաքաղաքի փոքր կենտրոնում եւ մնացած այլ հատվածներում ներդրումային ծրագիր։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է տեղադրել 123 կիլոմետր մալող, որը խրամուղու փորման երկարությունը կազմել է 83.5 կիլոմետր։ Այն ընդգրկում է մայրաքաղաքի 111 փողոցներ։ Ձեր կողմից հավանության արժանացած եւ հաստատված ծրագիրն այս ամիսների ընթացքում ունի հետեւյալ պատկերը։ 22 հասցեների համար դիմել են քաղաքապետարան, պատրաստի նախագծանախաշվային փաստաթղթերի հիման վրա ստացել են շինթույլտվություն եւ այժմ իրականացում է 22 փողոցներում, որից 8-ը բաժին են գնում կենտրոն վարչական շրջանին, մնացած այլ վարչական շրջաններում 8.5 կիլոմետր ծավալի աշխատանքներ։ Մնացած աշխատանքները պլանավոր են ավարտել աշնանը, երամսյա կտրվածքով տրված է նրանց ծրագիրը, պարոն քաղաքապետ, եւ աշխատանքները մեկնարկում են ըստ սահմանված ժամանակացույցի։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը եւս ներկայացրել է 25 թվականի ներդրումային ծրագիրը։ Այս ծրագիրը շարունակությունն է 24 թվականին ավարտված 40 կիլոմետրանոց ծրագրի, որը ավարտվեց հիմնականում Արևելյան թևը քաղաքի եւ հյուսիսային գոտին։ Այս ծրագրով նախատեսվում է 25 կիլոմետր նոր գազատար ծանցի կառուցում, կրկնում եմ նոր, որպես կապիտալ նոր արժեք մայրաքաղաքի գազամատակարարման ցանցում։ Այն ընդգրկում է Բագրևանդ, Թևոսյան, Հովսեփյան, նոր կառուցված Հովսեփյան Սարալանջ ճանապարհները, Շոպրոնի ճանապարհահատվածը, այնուհետև Երևանի վարչական շրջանում Խաչիկ Դաշտենց
Գուրգեն Մահարի, Վարդաշեն 9-րդ փողոց եւ Գերեզմանոցին հարող գրոնտային ճանապարհը եւ Նուբարաշենի խճուղին։ 25 կիլոմետրից այս պահի դրությամբ աշխատանքները մեկնարկած են Բագրևան փողոցը ամբողջությամբ դեպի Պաշտպանության նախարարություն 7 օրից կավարտի աշխատանքը 1750 գծամետր եւ Դավիթ Բեկ Հովսեփյան հատվածը 1055 գծամետր, որը ուղղվում է արդեն Հովսեփյանից դեպի ներքև։ Միաժամանակ այս ծրագրի շրջանակներում քննարկվում է Շենգավիթ վարչական շրջանի Խարբերդ թաղամասի նախագծանախաշվային փաստաթղթերի ամբողջ ծավալը իրականացում է նախահաշվի եւ փաստաթղթերի լրամշակում, մրցույթը իհարկե ամբողջ ավարտված է, Խարբերդը իր ներքին ցանցով կազմում է 50 կիլոմետր, վստահ ենք, որ այս տարի եւս կմեկնարկեն Խարբերդում այս ծրագրերը։ Պարոն քաղաքապետ, այս ծրագիրը նախատեսված է ավարտել 2026 թվականին, բայց տնօրինության հետ քննարկման արդյունքում պարզեցինք, որ 25 թվականին այս ծավալի շուրջ 60%-ը մենք կունենանք ավարտ մայրաքաղաքում։ Ըստ էության այն 40 կիլոմետրը, որ իրականացվեց նախորդ տարի, այս 25 կիլոմետրը եւս ներառյալ Խարբերդը, ըստ էության այն տագնապները, անհանգստությունները, որ կար մարդկանց նորակառուցության գազապահովման հարցում, ըստ էության այդ բոլոր ռիսկերը վերանում են եւ մայրաքաղաքը ապահովված կլինի գազի համապատասխան ծավալով, հաշվի առնելով կառուցապատման պոտենցիալ հաշվարկային ամբողջ ծավալը։ Միևնույն ժամանակ պիտի նշեմ, պարոն քաղաքապետ, առաջին անգամ մայրաքաղաքում կառուցվելու է նոր գազաբաշխիչ կայան Երևանի համար։ Մայրաքաղաքի 4 գազաբաշխիչ կայանները տեղադրված էին 3-ը մայրաքաղաքից դուրս, միայն մեկն էր մեր վարչական տարածքում։ Այս ծրագրի շրջանակներում նոր գազաբաշխիչ կայան կկառուցվի մայրաքաղաքի համար, ինչը լուրջ լրացուցիչ ենթակառուցվածք է։ Ջրամատակարարման հարցում, պարոն քաղաքապետ, այս տարի շատ մեծ են ծավալները։ Այն նախագծերը, որ պատվիրվել էր Վիոլաջուր ընկերության կողմից, այժմ պատվիրատուի գործառույթը տեղափոխվել է ջրային կոմիտե եւ ըստ այդմ նախատեսվում է 72 կիլոմետր երկարությամբ 8500 բաժանորդի համար նոր ջրագծերի եւ ջրաչափական հանգույցների կառուցման ծրագիրը։ Այն ընդգրկում է Նուբարաշենից 1-ից 4-րդ փողոցները, 12 փողոց Աչափնյան վարչական շրջանում, 10 փողոց Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում եւ 5 փողոց Կենտրոն վարչական շրջանում։ Փողոցների ցանկը մեզ մոտ հայտնի է, վարչական շրջանի ղեկավարներին տրամադրել եմ։ Պարոն քաղաքապետ, ընտրված է մասնավոր սեկտորը։ Եվ կարծում եմ ընտրությունը ձեր համաձայնությամբ ճիշտ է արված, որտեղ ամենամեծ ջրակորուստը մասնավոր սեկտորում է, ցանցը քայքայված է այստեղ եւ ապօրինի ջրամիացումների մեծ ծավալը հենց մասնավոր սեկտորում է։ Այս ծրագրով, որը նախատեսվում է ավարտել 25-26 թվականներին, ըստ էության կբարելավի ջրամատակարարման որակը, տեխնիկական հագեցվածությունը, հուսալիությունը, ապահովությունը եւ ջրաչափական հանգույցներն ու հորերը կտեղադրվեն բնակարաններից դուրս, կհատվեն ապօրինի ջրամիացումները եւ սա լուրջ ազդեցություն կունենա ջրի ֆիզիկական կորստի ծավալների վերացման համար։ Նախագծանախաշվային փաստաթղթերը արդեն պատրաստ են, պարոն քաղաքապետ, մայիսի 16-ից արդեն կդիմեն քաղաքապետարան շինթույլտվություն ստանալու համար եւ կմեկնարկեն աշխատանքները։ Շարունակվում են աշխատանքները Վիոլաջուր ընկերության կողմից նախորդ տարի մեկնարկած ծրագրերի շրջանակներում, նոր Քմարաշը ավարտել են, Սարիթաղում քիչ գործ է մնացել եւ Արաբկիր վարչական շրջան։ Մեկ ամսից Վիոլաջուրը կավարտի անցած տարվա իր կողմից մեկնարկած ներդրումային ծրագիրը։ Միևնույն ժամանակ շարունակվում են տարածքային կառավարման եւ Ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ծրագիրը, հաղթանակ թաղամասը կավարտի հուլիսի 25-ի դրությամբ ամբողջությամբ, Սիրիկյան թաղամասը ավարտվել է արդեն ամբողջությամբ, Խարբերդ թաղամասում ավարտվել են աշխատանքները, 250 բաժանորդ դեռևս չի միացել նոր կառուցված ջրագծին, այստեղ խնդիր ունենք մենք եւ պարոն Մկրտչյանը միասին, տեղում պիտի զրույց ունենանք բնակիչների հետ այս նոր միացումն ապահովելու համար։
Պարոն քաղաքապետ, այս բոլոր ծրագրերը միասին կազմում են շուրջ 170 փողոց եւ 180 կիլոմետր բնեղեն ծավալ։ Սրան ես պետք է ավելացնեմ ակնկալվող նոր ծավալը Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն գոյղագծերի կառուցման 1.4 միլիարդ դրամի շրջանակներում արդեն մենք ներկայացրել ենք 22 փողոցների նախագիծ նախաշվային փաստաթղթերը, եւս 23-ը պատվիրված են, պատվիրման ընթացքում են, ֆինանսավորման մեխանիզմի հետ կապված Տիկին Ավետիսյանի հետ քննարկումն ունեցել ենք ջրային կոմիտեի եւ տարածքային նախարարության հետ, հավանաբար մենք վաղը եզրահանգման կգանք ֆինանսավորման մեխանիզմի իրագործման հետ, կմեկնարկի նաեւ այս ծրագիրը հավելյալ թվածս բնեղեն ցուցանիշների վրա 170 փողոց եւ 180 կիլոմետր։ Պատրաստ են արդեն ձեր հանձնարարությամբ 51 հասցեներում հեղատար համակարգի կառուցման, վերակառուցման նախագծանախաշվային փաստաթղթեր արդեն բոլորը գտնվում են փորձաքննության փուլում։ Պարոն քաղաքապետ, համեմատությամբ պիտի նշեմ, եթե 20-22 թվականներին մայրաքաղաքում ընդհանրապես կառուցվել էր կենսապահովման ոլորտում հատկապես գոյուղագծերի 13 կիլոմետր գոյուղագիծ վերակառուցվել, միայն 24 թվականին այդ ծավալը կազմել է 15 կիլոմետր, 20-ից 24 թվականներին 43 կիլոմետր, որից 23-24 թվականներին 30 կիլոմետր, համաքաղաքային մայրաքաղաքի բյուջեից տրամադրված միջոցները ուղղակի աննախադեպ են եղել, այն կազմել է 2.8 միլիարդ դրամ։ Երբևէ այսպիսի ներդրում համայնքի բյուջեն չի ունեցել քաղաքի բնակիչների կենսապահովման, հատկապես ջրամատակարարման, ջրահեռացման ցանցի վրա։ Ակնհայտ են ցուցանիշները, պարոն քաղաքապետ, որ ծավալները մեծ են, այն իրագործվելու է գոյություն ունեցող քաղաքաշինական միջավայրում, բավականին սերմ ժամկետներում, եւ բնակիչներ, եւ քաղաքապետարանի կառույցներ, եւ ներդրողներ, մատակարարներ, ընկերություններ ունենք լրջագույն անելիքներ։ Այսպիսի ծավալ բնեղեն առումով մենք չենք ունեցել երբևէ, սա ասում եմ վստահաբար, եւ այսպիսի կարճ ժամկետում նման ծրագրային ծավալների ներառումը եւս իր մեջ պարունակում է լուրջ վարչական վերահսկողական աշխատանք, այս ուղղությամբ խնդրում եմ ձեզ ձեր հանձնարարականները բոլոր ուղղություններով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Արեյան։ Սիրելի երևանցիներ, այս տարի նույնպես կենսապահովման ոլորտում ծրագրված են մեծածավալ աշխատանքներ, ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւ ջրամատակարարման, եւ գազի, եւ էլեկտրամատակարարման ոլորտում, գոյուղագծերի հիմնանորոգման առումով ունենք ահռելի ծավալի աշխատանքներ։ Եվ այս աշխատանքները նաեւ բերում են իրենց հետ մեծ խնդիրներ քաղաքում, տարբեր հատվածներում իրականացվող շինարարական աշխատանքները ստեղծում են խցանումներ, բայց կարծում եմ շատ կարևոր է արձանագրել, թե ինչի համար են արվում այս աշխատանքները, որովհետև միշտ չի, որ պարզ է, թե այս ծավալի աշխատանքը ինչ արդյունք ունի։ Օրինակ, էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում իրականացվող աշխատանքները ուղղված են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի բարձրացմանը եւ մասնավորապես շատ կոնկրետ ասենք էլեկտրաէներգիայի անջատումների քանակի առհասարակ նվազեցմանը։ Հիմնական աշխատանքները, որոնք որ արվում են այդ ոլորտում ուղղված են հենց դրան, այսինքն այդ խափանումներից արդեն բազմաթիվ դարձած այդ խափանումներից զերծ մնալու համար։ Գոյուղիների մասով վստահաբար բոլոր են վարչական շրջաններում, բոլոր են թաղամասերում, որտեղ որ այս աշխատանքը իրականացվել է, մարդիկ գիտեն, հասկանում են ինչի մասին է խոսքը եւ այս աշխատանքները շարունակվում են։ Ունենք ջրամատակարարման ոլորտում ահռելի ծավալի աշխատանքներ, որոնք որ պետք է տարիներ առաջ արված լինեին,
արվում են հիմա, արվում են մեծ ծավալով եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, ովքեր որ ներգրաված են, որովհետեւ մենք միասին ենք սկսել անցնել այս ճանապարհը եւ ես ուզում եմ ձեզ բոլորիդ հատուկ շնորհակալություն հայտնել վերջին տարիներին Երևան քաղաքում իրականացված այս ծավալի աշխատանքների համար, բայց այստեղ չմոռանանք նաև հավաքանու կողմից սահմանված կանոնների մասին, որոնք որ պետք է զուգորդվեն այս աշխատանքների իրականացման ժամանակ եւ մասնավորապես այս աշխատանքների իրականացման ժամանակ պատշաճ կահավորման, աշխատանքների հավաքանու որոշմանը համապատասխան իրականացման վերահսկողության մասով եւ այստեղ շատ մեծ դեր ունեն վարչական շրջանները, այս վերահսկողության հատվածը ձեզ վրա է դրված եւ կարծում եմ մեր ջրային պետական կոմիտեի գործընկերների հետ պետք է հատուկ զրույց ունենալ այս թեմայի վերաբերյալ, որովհետև մեր բոլոր մյուս գործընկերները շատ լավ արդեն կանոններից տեղյակ են, այդ կանոններով անում են այդ աշխատանքները, պատշաճ կահավորումը տեսնում ենք, բայց քանի որ ունենք նաև նոր գործընկեր, ով Երևան քաղաքում նմանատիպ աշխատանքներ պետք է իրականացնի, այդ կանոնները հստակ իրենց հետ քննարկել, բացատրել, որպեսզի խնդիրներ չունենանք ընթացքում, պարոն Արոյան, ես հուսով եմ դուք կապահովեք այդ հատվածը։ Եվ այս աշխատանքներում նաև ասում եմ, իհարկե ստեղծելու են շատ անհարմարություններ, բայց տասնամյակների համար, Երևան քաղաքի համար ենթակառուցվածք է ստեղծվում։ Շնորհակալ եմ։ Հաջորդ Քաղաքապետի խորհրդական Արեանին, քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարական համար 118 զեկուցել սույն թվականի մայիսի 3-ին Երևան քաղաքում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակի մասին։ Պարոն քաղաքապետ, համաձայն հաստատված ծրագրի մայրաքաղաքում համապետական շաբաթօրյակի շրջանակներում իրականացվել են մեծածավալ մաքրման աշխատանքներ, 150 վայրեր նախատեսվել, խրոնիկ եւ ոչ խրոնիկ, մաքրման համար վերջնական արդյունքներով բոլոր մասերում իրականացվել են մաքրման աշխատանքներ, 18800 մարդ կազմեց այն մասնակիցների թևը, բնակչություն, կազմակերպություններ, գերատեսչություններ, ուսումնական հաստատություններ, քաղաքապետարան, վարչական շրջանի ղեկավարները, բոլոր կազմակերպությունները միասին 75 միավոր տեխնիկա է մոբիլիզացվել աշխատանքներին, պարոն քաղաքապետ, բոլոր պարագաները բաժանված են եղել, օրվա ընթացքում, շրջայցի ընթացքում որևէ վարչական շրջանի ղեկավար չի ձախողել որևէ աշխատանք։ Պլանավորված, ծրագրավորված տեղերում դիմավորել են մարդկանց, ապահովել գործիքներով, պարագաներով եւ իրականացնել մինչեւ վերջ մաքրություն։ Այս շաբաթօրյակը ցույց ավելի ակտիվ ստացվեց եւ ավելի հասցեական ու արդյունավետ, որովհետեւ շատ էին խրոնիկ վայրերը, որոնք հասարակական վայրերը, որոնք ունեին լուրջ մաքրման կարիք, դրանք առանձին տեղանքներ են։ Ես հատկապես պիտի առանձնացնեմ, որ կենտրոն վարչական շրջանը վերջնականապես կարողացավ կոնդում ապահովել Սուրբ Հովհաննես եկեղեցու մասնավորների կողմից փորված, այդպես անխնամ թողնված տարիներ շարունակ բոլոր տարածքների մաքրությունը ցանկապատում է իր ուժերով, իր նախաձեռնությամբ տարբեր մասնակիցների, Շենգավիթ եւ Երևանի վարչական շրջաններում խրոնիկ վայրեր, ջրանցքներ, կամուրջներ եւ մնացած բոլոր վարչական շրջանում, ես առանձնացրեցի, պարոն քաղաքապետ, ամենախոցելի տեղերը, որոնք ընդհանուր ենթակառուցվածքների տակ էին, մնացած բոլորը աշխատել են եւս շատ բարեխիղճ, պարտաճանաչ, 290 մեքենա աղբ օրվա վերջի դրությամբ տեղափոխվել է քաղաքային աղբավայր, հանձնարարականը կատարված է ամբողջությամբ, պարոն քաղաքապետ։ Շնորհակալ եմ, պարոն Արեյան, իրականում շաբաթօրյակ ասվածը մեր իրականության կողմից պարտադրված մի երևույթ է, որը նշանակում է, որ ինչ որ մարդիկ բարբերաբար մեր քաղաքի տարբեր հատվածներում գեներացնում են աղբ եւ շաբաթօրյակը կազմակերպվում է, որ
այդ անձանց, հենց այդ երևանցիների ստեղծած աղբը այլ անձանց կողմից մաքրվի։ Կամ հենց միգուցե նույն անձանց կողմից։ Ես կարծում եմ, որ մեր վերջնանպատակը այն է, որ Երևան քաղաքում երբևէ շաբաթօրյակի կարիք չլինի։ Մեր վերջնանպատակը այն է, որ մարդիկ վերաբերվեն իրենց քաղաքին ինչպես իրենց տանը եւ վարվեն իրենց քաղաքի հետ, ինչպես կվարվեին սեփական տան հետ։ Եվ հետեւապես կարծում եմ ընդհանուր առմամբ շատ գովելի է կազմակերպված աշխատանքը, ծավալները, բոլոր մասնակիցներին ուզում եմ հայտնել շնորհակալություն, բայց նաև հիշեցնել, սիրելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, շաբաթօրյակ երևույթը ինքն իրենով պարտադրված եւ վատ երևույթ է այն առումով, որ մաքրվում է մի աղբ, որը որ առհասարակ չպետք է գեներացված լիներ։ Չպետք է լիներ այն վայրերում, որտեղից որ մենք այդ աղբը հավաքում ենք։ Դա ամեն մեկս մի հատ վերլուծենք, այդ որտեղից է առաջանում այդ աղբը։ Մենք ենք ստեղծում։ Մենք ենք ստեղծում տարբեր հանրային վայրերում։ Հետո էլ գնում հերոսաբար մաքրում ենք։ Շնորհակալություն այսքանը։